Փաստ օրաթերթը գրում է, գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր կռիվը ներքին դաշտում է։ Նրանք պատերազմում են ոչ միայն ընդդիմադիրների ու ընդդիմախոսերի, այլև ամեն մի ազգայինի դեմ, այդ ճանապարհին կիրառելով նաև իրավապահ գործիքակազմը։ Սակայն ի թիվս գլոբալ խնդիրների, այդ թվում ինչպես շատերն են բարձրաձայնում, Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարման հիմա արդեն իշխանությունները չեն էլ թաքցնում, որ թե հեծը խլելու գործընթացը, թե եկեղեցու դեմ հայտարարված պատերազմն ունեն նաև նախընտրական տրամաբանություն։ Բուն ՔՊԱ-ականներն իհարկե դեռևս խուսափում են ճակատային խոսել այդ մասին, սակայն նրանց սատելիտները, որոնք երբեմն ՔՊԱ-ականներից ավելի ՔՊԱ-ական են, սկսել են այդ մասին բարձրաձայն արտահայտվել։ Մասնավորաբար նրանք ցնցում են, թե ընդդիմադիրներից վերցվում է երկու մեծ ադմինիստրատիվ լծակ։ Խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի ու հայ առաքելական եկեղեցու մասին է։ Դժվար է ասել, սա իշխանությունների ձգտումների ակամա բացահայտում է, թե իշխանություններն են իրենց սատելիտների միջոցով բաց խաղում, սակայն փաստը մնում է փաստ, որ օրվա իշխանություններին չեն հետաքրքրում ոչ հեծի ճակատագիրը, ոչ Հայաստանի կրելիք հետագա վնասները, ոչ եկեղեցին, ավելին իրենք դրանք դիտարկում են միայն որպես նախընտրական ռեսուրս։ Հրապարակ թերթը գրում է, եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեև չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետևում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին։ Այդ շարքում են դիտարկում եւ Առավոտ օրաթերթին իր տարածքից հանելը, եւ ժուրնալիստերի միության դեմ հարձակումները, եւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ հրապարակի եւ Իմնեմնիմի փոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, անգամ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աճապահյանի կալանավորումները։ Հրապարակ թերթը գրում է, վաղարտ շաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ որոշ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին, սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդատյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոն է ղեկավարում է թիմերը, մարզպետներին եւ գլխավոր ձայն բերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրությունների արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդատյանին թիմերի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդատյանը կարող է ստանալ իր վարձքը, նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Հրապարակ թերթը գրում է, ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է, ՔՊ առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետևաբար նաև կարողանան հավակնել բարձր պաշտոնների։ Նախորդին սոցիալ-նախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր։ Երեկ առավոտյան մի կարճ հոլովակ հայտնվեց Թորոսյանի Facebook-յան էջում, որն արել էր Վայոց ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում է, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել եւ ցույց տալ 16 միլիոնանոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել։ ԿՊԱ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։ Իդեպ, առաջիկա ընտրություններին ընդառաջ հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են։ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է քլնգում Փաշինյանին ընդդիմախոսներին եւ քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում։ Հրապարակ օրաթերթը գրում է, վերջերս մենք հրապարակում էինք արել վերջին տարիներին հայտնի դարձած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող 88 սուպերմարկետների ցանցի վերաբերյալ, նշելով, որ Նալբանդյանն այն ընդլայնում է Սյունիքում։ Այս հրապարակումից հետո քաղաքացիներից մեկը մեզ ուղարկել է Մասիս քաղաքում եւ Սարդարապատ գյուղում բացված ցանցի նոր մասսաճյուղերի լուսանկարները։ Իդեպ այս խանութների ցանցը կապվում է Աննա Հակոբյանի անվան հետ, թեպետ վերջինս հերքել է իր առնչությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, իշխանությունների հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության
իշխանության 26 տարիների ընթացքում ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Ու թեև դա զուտ ներեկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Նիկոլ Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք։ Կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։ Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։